Ձեր ժամանակ որ տարբերեք մեր զինվորականները, ասենք գլոխը միշտ ճակատը ասենց բարձր իրանք կային են կապ չունի որտեղ եղել ցանկացած երևում էր մեր ասենց հայկական որոշ բարձր բայ կոնկրետ հիմա զինվորականները вообще որ կարելի ասած հիմա ոչ մի տիպի իրանք չեն էլի գնահատում հաստատ են որ ձեր ժամանակ զինվորականները էլ եմ ասում ես հիմա ինքս զինվորական եմ ու չեմ էլի ընտրում կոնկրետ մեր երկրի վարչ ճիշտ է ես ասեմ այն ժամանակ ենթադրում եմ որ պատճառը ինչն է առաջինը զուտ պետությունը իր վերաբերմունքի առումով քարոզչական բան միշտ ընդգծել է բանակի դերակատարությունը միշտ է երկրորդը նայեք միշտ հետևում է աշխատավարձերը բավական հաճախակի բարձրացնում ենք միշտ հետևում է որ զինվորականի աշխատավարձը անպայման ոստիկանից ուժային կառույցներում առնվազն 25% ավել լինի համարենք որ անվտանգությունը ապահովելու համար բանակը համար 1 ֆունկցիան ունի եւ մենք ամեն ինչ արենք որ այդպես է բայց այսօր համար 1-ը օրինակ Հայաստանի Հանրապետությունում իրանք նախընտրում են միլիցիայի կարգավիճակում լինի բայց մեր սահման բոլոր սահմանները սկսում է բայց մեր պատճառը դա է դրա պատճառով վերաբերմունքն է փոխվում որովհետեւ մարդիկ նայում են ասում են պետության համար բանակը առաջնահերթություն չի հակառակ դեպքում բարեկը ավելի շատ աշխատավարձ չի ստանա քան բանակը որովհետեւ պետության լծակը ցույց տալու իր գերակայությունները առաջերտին աշխատավարձներն է արտոնություններն է վերաբերմունքի բանն է պարգևադրումներ եւ այլ հիմա եթե համեմատենք պարգևավճարները ոստիկանությունում հատկապես գիտեք ոստիկանության որ մասը ոչ թե այն մասը որը հանցավորության դեմ է պայքարում այն մասը որ բերետավորներ որ քաղաքական ավելի շատ քաղաքական ճնշումների ասենց մահակը նորմալ վարձատրվում է բայց մեր սահմանը սկսում է հենց առաջինը սահմանը հիմա առաջինը երկը ճիշտ է լրիվ ընդունում են փոխելու են եթե մեր սահմանները օրինակ թույլ լինի ասենք ինչքան էլ ուզում է հիմա մենք ասենք մենք այստեղ ինչքան ամուր լինենք բայց եթե մեր սահմանները թույլ չենք կարող էլի մենք այստեղ ապահով զգանք մեզ այդտենց է նույն մտածելակերպը մենք ենք միշտ ունեցել որ սահմանը եթե թույլ է խնդիր ունես հիմա էլ է թույլ լինես չի որ ասում են խաղաղություն ոնց կարող ասենք կոնկրետ հիմա ասում է 300,000 օրինակ ադրբեջանցի պիտի գա Հայաստան մնա ասենք իմ եղբորը սպանել է կամ ինչ որ մեկի ոնց կարող ադրբեջանցու հետ խաղաղություն լինի նայեք նաև մի օրինակ էլ բերեմ օրինակ ռազմական ինստիտուտը այն տարիներին երբ վերաբերմունքը բանակի նկատմամբ լրիվ ուրիշ էր մոտարապես մի տեղի վրա 7-ից 8 դիմում էր 7-ից ու 7-8 մինչև 10 ոքի նայած ֆակուլտետին դիմում էր հիմա պրոբլեմա հիմա ով դիմում է ընդունում է որովհետև բան չկա զինվորական վերաբերմունքը չկա կոնկրետ մեկ ծառայում ես կոնկրետ ծառայում հիմա արձակուրդի մեջ եմ գոսպիտալու արձակուրդի մեջ եմ դրա համար ասենք հաշվով հիմա ես էլ ուզում եմ դուրս գամ զուտ պայմանագրային դուրս գամ եմ որ գնամ քաղաք եմ որ մելիցիայությունում մտնեմ ավելի լավ է համաշխատավարձն է բարձել հիմա ատեստավորումը մտցրել են ատեստավորումը հիմա կա մարդ են որ 150 կիլո ինքը չի կարող 2 հատ ժիմանի բայց ինքը մարտական դիրքերը ասենք իր մեքենան այնքան շատ լավ է շահագործում մարտական դիրքերում որ ասենք այն նոր ընդունված պաշտպան հայերեն ասած չի կարող ինքը մարտական դիրքերում կվարի դա էլ է վերաբերմունքը որովհետև այն կառույցները որոնք կապված են այլ ֆունկցիաների հետ, դատախազություն, քննչական կոմիտե եւ այլն, ոչ մի ատեստավորում չկա։ Հենց միանգամից աշխատավարձերը բարձրացնում են, վերջ։ Բայց բանակից ատեստավորում են ուզում, ուսուցիչից ատեստավորում են ուզում։ Այդ լրիվ ընդունել է փոխելու են։ Իհարկե, ամբողջությամբ դա պիտի վերանայվի։ Հարց ընդհանուրից ու всё, ասենք հիմա այս վերևի գյուղում էլ այգուտում, մեկ էլ ներքև գյուղը Աղավնավանքում գազը կա, գազը, բնական գազը կա։ Հիմա ասենք ստե 3-4 գյուղ կա, որ այդ գազը չկա, ասենք ընդհանրապես չկա։ Հիմա այդ գազի հարցը ու հիմա անտառները մտցրել են էկոպարեկներ, չեն թողում մարդիկ փետ բերեն, բայց հիմա ժողովուրդ ինչով ապրեն։ Այդ հարցը 20 տարի առաջ ենք կստոր պարոն Քոչարյան։ Եվրոպա, բայց այս գյուղերը հենց այն ժամանակ են գազը ստացել։ Խիչ ստացա, մի հատ ինձ հիշեցրել եք։ Հոսք կա, բայց այդ հոսքը այս 30 տարեկան է, 30 տարի ոնց կա ճանապարհն ունենա։ Հա, զուտ Ընդհանրապես երևի կիլոմետր կամ կիլոմետր ու կես այդ հոսքի պատճառով ասենք ստե բնական գազ չեմ բերել։
Որովհետև այս ամբողջ զորակը գազոֆիկացրել են, ես չէի հիշում, հիմա հիշեցրել Դե եք։ ձեր ժամանակ շատ լավ այլ է, պարոն Քոչարյան, ես չի Պետը բերելուց Մի խնդիր չեք Պետք է չէ թողու որ բերեն մարդիկ լռել, գազը չկա, ինչ պետք է։ Հիմա սա ժողովրդին են որ այնց է դարը, այնց չէ էլի քաղաքականություն չեն կոնում, բայց այսօր մենք ձեր մեջքին sense ավելի լավ sense ձեր կարող ենք հենվել, քան պարոն Փաշինյանը էլի մի չենք էլ ուզում շատ բաներ խոսան կամերաները սա կալմա ձայնագրումա 3 հատ ընտրություն էլ է, ես այնպես չէ, հիմա ապացույցներ ունեմ։ Ես 3 անգամ ձեզ եմ ընտրել ու հիմա ուզում որ դուք լինեք Կալություն, ուրեմն 4-րդ անգամ նորից ձեզ ենք ընտրել։ Եվս ընտրել։ Հաստատ ու մեկ էլ այսքան ժամանակ իմ բաներ արմացե, որ ոնց հալի Սերժ Սարգսյանը, ասենք իր այդ մանդատը տվե Նիկոլականին։ Չէ, դե հիմա չէ, ասենք խիա տվե, որ ասենք այսօր այն ժամանակ ունեցել ենք Ղարաբաղը, հիմա ասենք ես Ղարաբաղ եմ ծառայ ու ասենք այնպես չէ, հիմա շատ վիշտ կա էլի ասենք։ Մարտունի 2-ում էր։ Մոնթեզը ամասը։ Հա, հենց Մոնթեզը։ Շուշուտ տենանք, սա է շուշուտ, ընտրությունից ընտրություն չտենանք։ Հիմա այդ թեմայի մեջ չխորանամ։ Չէ, հիմա չէ։ Ով ու մանդատը հանձնեց։ Քոչարյան։ Հա, չխորանամ։ Այո։